Չէ դուք էլ եք տվել ձեզ եմ հուսով Պարոն Փաշինյան ամեն հինգշաբթի բան կառավարության շենքում ճեպազրույց է տալի հարցրեք որպես տարանցիկ երկիր Հայաստանի դերակատարության փոփոխություն լինելու է թե չէ ինչպես եք մտածում մեր դերը որպես տարանցիկ այո Հայաստանի դերը որպես տարանցիկ Դե ընդհանրապես ճիշտ ասած մինչև էս վերջին ռազմական գործողություններն էլ եւ վերջի տարիներին բոլորի կողմից բարձրաձայնվում է Հայաստանի որպես տարանցիկ երկրի ստացած կարևորության մասին դա շարունակաբար ընդգծվում է ես կարծում եմ որ մենք այդ կարևորությունը իրոք ունենք հաշվի առնելով Հայաստանից եւ հյուսիս եւ հարավ տեղի ունեցող գործընթացները ընդհանրապես աշխարհը գնում է ալտերնատիվ ճանապարհների լոգիստիկ ուրեմն բաների կապերի ստեղծման ապահովման ճանապարհով մենք այդ կարևորությունը չենք կորցնի նորից մենք հույս ունենք որ րոպե առաջ օր առաջ ռազմական գործողությունները մերձավոր արևելքում կդադարեն եւ կլինեն այնպիսի լուծումներ, որոնք մեր նույնիսկ վերադառնալով զուտ Հայաստանի Հանրապետության շահին ոչ միայն չեն կորցնի մեր կարևորությունը, այլև նոր հնարավորություններ կստեղծեն մեր համար։ Եթե Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիների մասով օգնությունը դեռ շարունակվում է կան քաղաքացիներ, որտեղ ինչ-որ պատասխան է ասում։ Բայց ես հարցով այնքան բան կասելու, որ մենակ առանձին այս թեմայով ասուլիս հրավիրենք բավական ժամանակ կտեւ։ Ես պահին բավարարվեմ միայն ասելով, որ խնդիրները երկրից երկիր իհարկե տարբերվում են։ Մի դեպքում ցամաքային կապ կա, օրինակ Օմանում, Միացյալ Արաբական Էմիրությունների, մենք օգնել ենք քաղաքացիներին տեղափոխվել այնտեղից թռիչքներ։ Մի դեպքում այդ կապն էլ չկա, այլ լուծում են գտել, չգիտեմ, սկսած վիզաներից, վերջացած դեղորայքով, բազմաթիվ են հարցերը։ Մենք մեր ԱԳՆ-ի պաշտոնական ուրեմն էջերում, սոցհարթակներում, այդ թվում եւ Facebook-ում շատ մանրամասն տեղեկատվություն ենք դրել, կարող եք նայել, կարծում եմ որ շատ մեծ աշխատանք են արել մեր մարմինները, դիվանագիտական եւ նաեւ կենտրոնական ապարատը։ Դեռ կան մեծամասն խնդիրը հասցեագրված է, բայց դեռ կան քաղաքացիներ դրսում։ Ուշագրավ է, որ նրանց մի լավ չասեմ ինչ-որ տոկոս են հարաբերություն, մի զգալի մասը են քաղաքացիներ, որոնք ցանկություն չեն հայտնել վերադառնալու, այսինքն իրանք գերադասել են մնալ առայժմ, բայց իհարկե հիմա նրանց մի մասը արդեն ուզում է վերադառնալ, պետք է լուծումներ գտնեն։ Խնդիրը ինչի է դեր կապված, եթե նախընտրում էին մնալ, քանի որ քաղաքացիներ կային, որ ասում էին, որ գինը շատ բարձր է, մենք չենք կարողանում գալ, եւ նաեւ բողոքում էին, որ ԱԳՆ-ն մեր հետ կապ չի հաստատում։ Ուրեմն մեր ներկայացուցչությունները եւ թեժգծեր են բացել եւ աշխատել են եւ կապ են ունեցել մշտական եւ իրենց նույնիսկ դաշնություն ներում են հավաքել խորհրդակցություններ տարբեր երկրներում իհարկե ոչ բոլորում կապը մշտական է եղել թռիչքների թույլտվության ստացումը եղել ԱԳՆ-ի կողմից դեղորայքի մատակարարումը տարբեր դեպքեր են եղել կարող է քաղաքացի որի հետ կապ ա եղել ոչ իրան դեղ են տվել ոչ չգիտեմ տոմս են առել եմ ասում երկիրը բան չի արել մեր համար կարամ էլի բաներ ասեմ չեմ ուզում ասեմ անկեղծ ասած գնի մասով էլ ավիատոմսի գիտեք կա նախաձեռնություն որ մինչև 250,000 դրամ փոխհատուցման մեխանիզմ է ենթադրվում այդ քաղաքացին որտեղ շատ դժգոհ է թող այդ փոխհատուցում ստանա այդքան ստես